Ռուսական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է Մոսկվային մոտեցող մոտ 1 տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է քաղաքապետը։ Կիևը հաստատել է, որ անօդաչուներից մի քանիսը հարվածել են Մոսկվայից հարավ գտնվող սինթետիկ կաուչուկի գործարանին։ Ուկրաինացիներին հաջողվել է նաև վնասել Ղրիմում անօդաչու թռչող սարքերի պահեստը։ Դաշնության օդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի ամբողջ տարածքում 141 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել, գրեթե կեսը Ուկրաինայի հետ սահմանակից տարածքներում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով ամենաշատ դրոններ հակաօդային պաշտպանությունը Բրյանսկի մարզում է ոչնչացրել։ Մարզի ուղղությամբ ուկրաինական օդուժը 62 անօդաչու է բաց թողել։ Կիևն էլ ռուսական հարձակումների մասին է հայտնում։ Օդեսայի նահանգապետի խոսքով ռուսական օդային ռմբակոծությունների պատճառով Պիվդեննի նավահանգստում արևածաղկի յուղի բաքեր են վնասվել։ Յուղի արտահոսքից Օդեսայի ափամերձ հատվածներն աղտոտվել են։ Ուկրաինական կողմը տեղեկացնում է, որ ռազմաճակատում բախումների 52 ակտիվ օջախ կա։ Ամենաթեժ կետը շարունակում է մնալ Պոկրովսկի ուղղությունը։ Ռազմաճակատում չթուլացող լարվածության ֆոնին Զելենսկին Սուրբ Ծննդյան ուղերձում ասել է. ուկրաինացիները միասին կհաղթահարեն ամեն ինչ։ Սա յուրահատուկ ժամանակ է, լի հրաշքներով։ Արդեն 4-րդ տարին է, մենք անկախության համար լայնածավալ պատերազմ ենք մղում։ Այսօր պաշտպանում ենք մեր հողը, մեր ընտանիքներին, մեր սեփական տանը խաղաղության զգացում ունենալու համար։ Ցավոք, այսօր բոլորը մեզ հետ չեն, չնայած ամեն ինչին, ուկրաինացիները միասին են։ Ռուսաստանը չի կարող օկուպացնել կամ ռմբակոծել ամենակարևորը՝ ուկրաինական սիրտը, մեր հավատը միմյանց նկատմամբ, մեր միասնությունը։ Ուկրաինայի նախագահի Սուրբ Ծննդյան ուղերձից հետո միջազգային մամուլի գլխագրերում հայտնվեց, թե Զելենսկին Պուտինին մահ է ցանկացել։ Առանց Ռուսաստանի նախագահի անունը տալու Զելենսկին իր ցանկությունն անվանել է ուկրաինացիների միասնական երազանք։ Սիրելի ժողովուրդ, հին ժամանակներից ուկրաինացիները հավատում էին, որ Սուրբ Ծննդյան գիշերը երկինքը բացվում է, եւ եթե դուք նրան պատմեք ձեր երազանքը, այն անպայման կիրականանա։ Այսօր մենք բոլորս մեկ երազանք ունենք։ Թող մեռնի նա։ Ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի 2026-ին, կարծում է ռուսների մեծամասնությունը։ Հարցումն արել է Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը։ Հարցվածների 55%-ի համար մյուս տարին հաջող կլինի, երբ ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։